387 թվականին առաջին անգամ հայկական պետությունը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև։ Եվ հայ ազգին միավորելու, միասնական հոգևոր և կրթական կյանք ստեղծելու համար մեծ ընկիտնական Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնեց հայոց նոր գրահամակարգի ստեղծումը։ Կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտահոգված էր այդ խնդրով։ Այդ նպատակով Մեսրոպ Մաշտոցը հանդիպեց կաթողիկոսին։ Նրանք միասին որոշեցին գումարել հայոց հոգևոր ժողով։ Այնուհետև նրանք դիմեցին թագավոր Վռամ Շապուհին և ներկայացրեցին իրենց ծրագիրը։ Ասորիքում կար Դանիել անունով մի եպիսկոպոս, որի մոտ պահպանվել էին հին հայկական գրերը։ Վռամ Շապուհի օգնությամբ այդ գրերը բերվեցին Հայաստան և փոխանցվեցին Մեսրոպ Մաշտոցին։ Մոտ 403-ից մինչև 404 թվականներին Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամ Շապու արքայի հրամանով նա իր մի խումբ աշակերտների հետ գնաց Ասորիկ։ Եղել են Եդեսայում, Սամոսաթում, Ամիդում։ Մեզ հասած տեղեկություններով Ասորիքում նա տեսիլք ունեցավ։ Նրա աչքին գալիս էին հայոց տառերը։ Մաշտոցը շարունակեց իր աշխատանքը, ուսումնասիրելով բազմաթիվ հունական, ասորական գրեր, որպեսզի էլ ավելի կատարելագործի հնչյունային համակարգը։ Այնուհետև նա համագործակցեց մի հույն գիտնական և գեղագիր Հռոփանոսի հետ, և միասին գեղեցիկ ձև ու տեսք տվեցին հայերեն տառերին։ Վերջապես 405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց այբուբենը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչյունային համակարգին, և այդ գյուտից հետո առաջին թարգմանությունը կատարել է Աստվածաշնչի առակների գրքից։ Մեսրոպյան այբուբենն ուներ 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս 3-ը։ Մեսրոպ Մաշտոցը վերադարձավ Հայաստան և սկսեց հայոց գրերի տարածումն ու ուսուցումը։ Առաջին դպրոցներից մեկը բացվեց Ամարասի վանքում, որտեղ երեխաները սկսեցին սովորել նորաստեղծ հայերեն տառերը։ Այսպիսով հայոց այբուբենը ոչ միայն ստեղծվեց, այլև սկսեց ապրել ժողովրդի հետ, դառնալով մեր լեզվի, մշակույթի և ինքնության կարևոր մասը։ Եվ մեր միջոցով է այն շարունակում իր ճանապարհը։ Ուստի եկեք պահպանենք, հարստացնենք և փոխանցենք այն հաջորդ սերունդներին։ Դե ինչ, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը և չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին։ Հաջողություն։